Օրերս Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, թե երկու երկրների միջև ընթացող բանակցությունները խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ ավարտված են։ Սկսվում է այդ համաձայնագրի ստորագրման փուլը։ Հայաստանի իշխանությունը շտապեց ասել, թե մնացել է որոշել ստորագրման վայրն ու ժամը, սակայն Ադրբեջանը սառը ջուր լցրեց Հայաստանի իշխանության ոգևորության վրա, կանգնեցրեց փաստի առաջ, հրաժարվելով ստորագրումից։ Փոխարենը պնդեց, Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը եւ սկսի ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման գործընթաց։ Տեղեկացնեմ, որ խաղաղության պայմանագիր անունը կրող արդեն 3 տարի չարչրկված այս փաստաթուղթն առ այսօր հրապարակված չէ։ Փաստաթղթի բովանդակությանը Հայաստանի հասարակությունը տեղեկանում է կամ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից, կամ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից։ Եվ սա փաստում է այն մասին, որ գործ ունենք գաղտագողի հայ ժողովրդի թիկունքում իրականացվող գործարքի հետ։ Ուրեմն ինչ խաղ է գնում Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ, ինչի անունը խաղաղության պայմանագիր է։ Մեզ հետ զրույցում Արդարադատության փոխգնդապետ, համահայկական ճակատ բարեգործական հիմնադրամի տնօրեն Արթուր Ավետիսյանն ասաց. Մենք ոչ մեկս չենք տեսել այդ տեքստը, պայմանագրի տեքստը չենք տեսել, չգիտենք ինչ այնտեղ գրած ընդհանրապես։ Մարդիկ տեղյակ չեն։ Սակայն մենք հասկանում ենք, որ այդ ժամանակը եկել է, որ պայմանագիրը պետք է ստորագրվի ըստ Փաշինյանի, սակայն Ադրբեջանը չի ուզենա ստորագրի ու չի ուզում ստորագրի։ Նա թազա հանգամանքներ է բերում, թազա պահանջներ է բերում մեր պետությանը, որը բերելու է մեր պետության քանդմանը։ Ադրբեջանի արտգործ նախարար Բայրամովը հայտարարեց, թե Հայաստանն իր համաձայնությունը տվել է Ադրբեջանի առաջադրած բոլոր կետերին, բոլոր պահանջներին, ինչն իր հերթին հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դատելով Ադրբեջանի հրապարակավ հնչեցրած պահանջներից, գործ ունենք ի նպաստ Ադրբեջանի արված միակողմանի զիջումների հետ։ Էլ կոնստիտուցիա պետք է փոխվի։ Էլ Մինսկի խմբի համանախագահների այդ առաքելությունը ուզում ալղիվ փագի, որ ընդհանրապես չլինի, չգործի։ Վերում է դա նրան, որ նորից պահանջներ Հայաստանի Հանրապետությունից սահմանադրությունը փոխելու 350,000 ադրբեջանցի բերելու Հայաստան։ Մենք հասկանում ենք, որ ամեն ինչ արվում է Ալիևի կողմից, չգիտենք ինչ է գրված այնտեղ։ Եթե այդքան արդար պայմանագիր էր, անպայման կհրապարակվեր, որ ժողովուրդը իմանար։ Ուրեմն այնտեղ այն կետերը կան, որ այս պահին զանգվածը ժողովուրդը չպետք է իմանա ինչի մասին է։ Այս ստորագրելուց հետո նոր մենք կտենանք ինչ է դա իրանից ներկայացնում, եւ ինձ թվում է դա ներկայացնում է միայն եւ միայն զիջումներ։ Ինչ դերակատարում ունի այս ամենում Թուրքիան, որի հետ սերտ հարաբերություններ են ուզում հաստատել Հայաստանի Հանրապետության ղեկավարները։ Մենք կարող ենք ասենք, որ իրանց ազդեցությունն այնտեղ գնում Թուրքիայի, որտեղ մեծ եղբայրը դա Թուրքիան է, եւ Ալիևը ինձ թվում է ընդհանրապես չի գործի միակ, լսելով իր մեծ եղբորը եւ քննարկելով այդ հարցերը դնում է Հայաստանի արչեւ, որոնք եւ կատարում են իր ասացները։ Էրդողան եւ Ալիևը իրանք են որոշել եւ ինձ թվում է, որ բացի այդ դրանից որոշումը կայանում է նաեւ Մեծ Բրիտանիայում, ինչու՞ չէ խոսում են եւ Միացյալ Նահանգների հետ եւ այդ որոշումը իրանք կայացնում են ըստ իրանց օգտին։ Դա չի բխում Հայաստանի օգտից։ Հայտնի է, որ Բաքուն Հայաստանից պահանջում է հանձնել Արցախյան պատերազմի մասնակից մեր հերոսներին, նրանց դիտելով որպես ռազմական հանցագործներ, եւ կա մեծ անհանգստություն, որ Փաշինյանը, ով իր համաձայնությունն է տալիս Ալիևի բոլոր պահանջներին, բացառված չէ, որ այս հարցում եւս բավարարի նրա ախորժակը։ Բաքուն նաեւ պահանջներ է ներկայացնում, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնի իրենց այն ռազմական գործիչներին եւ ոչ թե միայն ռազմական գործիչներին, որոնք կրվել են տարբեր պատերազմների ժամանակ 90-ական թվականներից սկսած եւ Արցախում ինքը բոլորին կոչում է ռազմական հանցագործներ եւ այս մեր ղեկավարներին
ստիպում է, որ իրենք հանձնեն այդ մարդկանց։ Այդ մարդիկ հազարավոր մարդիկ են, որոնք պաշտպանել են իրանց երկիրը, որոնք պաշտպանել են իրանց ընտանիքներին, իրանց երեխեքին, բայց Ալիևը չի ուզում, որ այդ մարդիկ մնան, որովհետև դա ուժ է, իսկ այդ մարդիկ ուժ չպետք է լինի Հայաստանում, որը կարող է Ալիևի դեմ դուրս գա վաղը մյուս օր։ Դրա համար Ալիևը պահանջում է, որ այդ մարդկանց հանձնեն իրենց, որ դատավարություն էլի նույն ձևի սկսեն։ Սակայն մենք հասկանում ենք, որ Փաշինյանը կարող է վաղը մյուս օր այդ բանն է անի, որովհետև հիմիկվա դրությունով, որ մենք նայում ենք, ինչ որ կատարվում է, դա կատարվում է ի օգուտ միայն Ադրբեջանին եւ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի օգուտ, ոչ թե կարելի ասել օգուտ, այլ գոնե հանգիստ կյանք մինչև այս օրս չունի եւ միշտ սպառնալիք Ադրբեջանի կողմից։ ԱՄՆ վերլուծական կենտրոնները, տարբեր ռազմական գործիչներ, անգամ ադրբեջանական ԶԼՄ-ները գրում ու խոսում են սպասվող պատերազմի մասին, անգամ ամիսներ են նշվում։ Օրերս ադրբեջանական զինուժը կրակեր բացել Սոտքի ուղղությամբ, իսկ 3 լուր տարածվեց, որ կրակել են Գորիսի հայկական դիրքերի ուղղությամբ։ Հանրային հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում Փաշինյանը սակայն հայտարարեց. հիմա էսկալացիայի որևէ հիմք չկա հիմնավորում, քանի որ իր տրամաբանությամբ գնում ենք խաղաղության։ Բայց մյուս կողմից Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է բարձրաձայնում, թե խաղաղությունը կարող է վտանգվել հենց Ադրբեջանի պատճառով։ Խաղաղության պայմանագիրը ոչ մի խաղաղության չի բերի մեր երկիրը, որովհետև դա ընդհանրապես օդ է։ Ադրբեջանի պահանջներից մեկը դա լրիվ Հայաստանի Հանրապետությունը թողնել առանց բանակի, առանց զինամթերքի եւ դարձնել իր ճորտը, որովհետեւ այս վերջերս մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները ցանկանում են, դրա մասին է ժողովուրդը չգիտի, բայց Միացյալ Նահանգները ցանկանում են ինչ որ զենքի քանակ Գերմանիայից տեղափոխել Հայաստան։ Եվ դա իմանալով Ադրբեջանը խիստ պահանջներ է դնում մեր ղեկավարության դեմ, որ այդ զենքը չպետք է գա Հայաստան։ Դե մենք գիտենք, որ Ֆրանսիայի հետ սերտ կապերը որ ունի Հայաստանը, Փարիզը ոնց որ միշտ եղել է Հայաստանին մոտիկ բարեկամ եւ ինքը ցանկություն ունի օգտակար լինի Հայաստանի։ Եվ այդ ռազմական օգնությունը, որը տրամադրում է Փարիզը, շատ վատ է անցալվում Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի կողմից դրված է լրիվ ուրիշ դիրքորոշում, որը բերում է նրան, որ Հայաստանը մնա առանց բանակի, Ադրբեջանը սկսել է էլի նույն իր սադրանքները սահմանագծի վրա։ Եվ մենք օր չենք տեսնում, որ Ադրբեջանի լրատվական միջոցները չասեն, որ Հայաստանը կրակոցներ է հարձակում դեպի Ադրբեջանի զինված ուժերի վրա։ Մենք հասկանում ենք, որ դա արվում է նրա համար, որ էսկալացիա լինի եւ կարող է ըստ դրա հետագայում սկսի ռազմական հարձակում Հայաստանի վրա առանց պայմանագիր ստորագրելով, թեկուզ ստորագրելուց հետո այդ սադրանքը որ լինի, կարա սկսվի պատերազմ, որովհետև Ադրբեջանը ունի տարբեր պլաններ մեր հողերի հետ կապված, Սյունիքի հետ կապված։ Ինչ անել Հայաստանի շուրջ ստեղծված այս ծանր օրասական իրավիճակից դուրս գալու համար, որն է ելքը։ Միանշանակ պետք է ժողովուրդը առաջնահերթ այս ծանր վիճակից դուրս գալու համար ժողովուրդը պետք է կառնի թիկունք իրար կողք, միանշանակ։ Եթե ժողովուրդը ամրապնդի իրան մեկը մյուսի կողքը, սա հարցերը կարան լուծել եւ այս իշխանությունը ոչ մի բան չի կարողանա անի մեծ զանգվածի դեպքում։ Միակ բանն է, որ ժողովուրդը դա հասկանա եւ դուրս գա պայքարի։